Այս մարդիկ ոչ մի լեզու չեն հասկանում։ Ներումը համարում են թուլություն, լռությունը համարում են տգարություն, ուրեմն չարին չարով չպատասխանելը համարում են ինչ իմանամ, անկարություն։ Բայց վերջիվերջո մենք չենք կարող էլի եկեղեցուց վերածվել ինչ-որ մի կառույցի, որը աչքի դեմ աչք, Ադամի դեմ Ադամ սկզբունքով է առաջնորդվում։ Սպասան Մեր պայքարը ընդամենը խոսքն է, եւ մենք խոսում ենք եւ ասում ենք, եւ մերժում ենք իրենց ամեն ասած այն ինչ-որ հագա քրիստոնեական եւ հագա հայկական է, եւ պիտի շարունակենք։ Եվ ուրեմն սրբապղծության կամ ընդամենը սեռական կյանքի չգիտեմ, դու քո ընտանիքով զբաղվի։ Աստծո եւ օրենքի առաջ դուք ամուսիններ չեք։ Ոչ եկեղեցու առաջ եք ամուսին, ոչ բանով պետական գրանց։ Իքներդ խոստովանում եք եւ անարգում եք ուրեմն ԶԱԳՍ-ի ինստիտուտը, այսինքն պետական գրանցման ինստիտուտն եք անարգում։ Դու պետական համարում եք մարդ, իքես համարելով, քեզ անարգում ես պետական ամուսնության գրանցման ինստիտուտը։ Դու ուր երջանիկ ես, որ քո զավակները արդամուսնական կապի արդյունք են։ Ուրիշ մտել ես ուրիշի անկողին, ուրիշի արդամուսնական զավակների մասին ես ուզում մտահոգվել։ Դու քո արդամուսնական զավակների մասին մտածի։ Ուրեմն ինչ իրենցից հեռացնելու համար այն ինչի մեջ պղծության մեջ իրենք են, հա? Ինչպես գոռում է բռնեք գողին, իմ ասա գոռում է բռնեք պիղձերին։ Դու ամենամեծ սրբապիղձը դու ես, ամենամեծ պղծության մեջ դու ես հարատև եւ անուղա։ Եկեղեցին խորդագել, հա, նա, որ չի։ Ինչքան օրինակ կարող ենք բերել այդ բանից, պատմությունից։ Ստալինը կարողացել է, Հիտլերը կարողացել է, Մուսոլինին կարողացել է, Նապոլեոնը կարողացել է, ֆրանսիական հեղափոխությունը կարողացել է, ով է կարողացել եկեղեցուն հաղթել։ Եկեղեցին անհաղթելի կառույց է, ոչ թե եկեղեցականն է անհաղթելի, եկեղեցին անհաղթելի կառույց է։ Սա ամենը պատմությունը մի քիչ թերթես 1-2 մանավանդ սովետական միության մեջ ծնված մարդ, որ սովետական միության պատմությունը գիտես, իմանաս, որ անօգուտ է եկեղեցու դեմ սուրճ ջոջելը։ Հա մի երկու հոգևորականի կարող է բանդարգես, մի երկու հոգևորականի ոչնչացնես, մի 40 եկեղեցի քանդես, մի 50-ը փագես, բայց եկեղեցին ոչնչացնել չես կարող։ Սպասան, ինչու է հայտարարում, որ պետք է կաթողիկոսի ընտրությանը նայել ժողովուրդը մասնակցի, պետք է կարգախախտել։ Ժողովուրդը մասնակցում է, ինքը անգերագետ է, տգետ է։ Ուրեմն թող գնա սովորի։ Կաթողիկոս ընտրվում է ազգային եկեղեցական ժողովի կողմից, որտեղ ազգային եկեղեցական ժողովում 2/3 աշխարհականներ են եւ ժողովրդի ներկայացուցիչներ են։ Հասկացաք։ Իսկ ինքը իբրև պետություն ժողովուրդը խառնվելու իրավունք ունի, բայց ինքը իբրև պետություն խառնվելու իրավունք չունի եկեղեցու գործերին։ Հասկանում եք։ Ժողովրդի անունից թող չխոսի։ Ժողովրդի անունից ինքը չի ընտրվել եկեղեցուն վերահսկելու համար։ Ժողովրդի անունից ինքը ընտրվել է պետության գործերը վարելու համար։ Իսկ պետության գործերը ասում է, որ չպետք է խառնվի եկեղեցական գործերին։ Ուրեմն տեղը նստի Այն որ ասում քվեյով ընտրված ղեկավարները, քո ընտրված լիազորությունների շրջանակում գործի։ Կհաչաս, չես հաչա, բայց կգործես քո լիազորությունների շրջանակում։ Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրությունում դու դերակատարություն չես կարող ունենալ իբրև պետություն։ Կարող է դերակատարություն ունենաս իբրև անհատ, եթե այդ եկեղեցու անդամ մնաս։ Այսօր դու փաստորեն քեզ դրել ես եկեղեցուց դուրս։ Փաստորեն դրել ես, բայց հայտարարում ես ես դեռ այդ եկեղեցում եմ։ Դու չես որոշողը, դու ես այդ եկեղեցուց թե չէ։ Դա որոշողը մենք ենք։ Քեզ թվում է թե եկեղեցին հանրային տարածք է։ Եկեղեցին հանրային տարածք չի։ Եկեղեցին կարող է ցանկացած մեկին արգելել մտնել եկեղեցի։ Ես դա եմ հացնել։ Որովհետև եկեղեցին հայ առաքելականների համար ստեղծված սակրալ միջավայր է, որպես իրենք հավաքվեն եւ փառաբանեն Աստծուն։ Իսկ դա գլխավորում է քահանան, առանց քահանայի չկա ոչ ցես, ոչ արարողություն, ոչ պատարակ, ոչ մգրդություն, ոչ պսակադրություն։ Դու որևիցե քահանայի իրավունք ունես պարտադրելու, որ ինքը մգրդի սրան կամ նրան,
Չկա նման պարտադրանք։ Դու կարող ես որևիցե մի քահանայի պարտադրել, որ ինքը պսակադրի սրան կամ նրան, չկա նման բան։ Քահանան գործում է եպիսկոպոսի իշխանության ներքո, եպիսկոպոսը գործում է կաթողիկոսի իշխանության ներքո։ Եվ եկեղեցին, որ մենք բացել ենք այսպես դռները բաց եւ ասել ենք մտեք բոլորը, ովքեր ուզում եք մտնել, դա չի նշանակում, որ եկեղեցին հանրային տարածք է։ Ոսայգի չի եկեղեցին։ Ոչ էլ փողոց է։ Եկեղեցին հայ առաքելականների համար սակրալ տարածք է, որտեղ հայ առաքելականները, նրանք, որոնց քահանան թույլ է տալիս, որ մտնեն, մտնում են պաշտելու համար Աստծուն։ Այդ նույն բանով հաջողությամբ գնացեք, մտեք կյանքի խոսքի սրա, ասեք, էսի մերն է։ Գնացեք Եհովայի վկաների տարածք մտեք, ասեք, էսի մերն է։ Գնացեք մորմոնների եկեղեցին մտեք, ասեք, էսի մերն է։ Չհասկացանք։ Ավետարանականների ժողովարանը գնացեք մտեք, ասեք, էսի մերն է։ Հայարակելական եկեղեցին ձեր ձեռը պատանդ է։ Այն, որ մենք դռները լայնորեն բացել ենք ձեր առջև, դուք օգտագործում եք մեր դեմ, չափերը ճանաչեք, պիտի չափերը ճանաչեք։ Առաջին անգամ իմ անունը տվել է։ Այսքան ժամանակ ոչ մի անգամ իմ անունը չի տվել։ Առաջին անգամ իմ անունը տվել է այդ իմ վերջին բանի, մինչև հիմա իմ անունը չի տվել։ Եվ այդպես չի, որ իս բոլոր ասածները ինձ են վերաբերում, բացարձակապես։ Հա որոշ, ասենք, այո, խավարասերներ փորձել էին այն իր առաջին բանը խոսքը ինձ վերագրել, բացարձակապես ինձ չի կարող վերագրել եւ ինքն էլ ինձ նկատի չունի եւ չի կարող ունենալ։ Հասկանու՞մ եք, չի կարող նկատի ունենալ, ինքն էլ շատ լավ գիտի։ Դրա համար է ինքը անորոշ ասում, որովհետեւ ամեն մեկը ինչ որ մեկին կասկածի։ Սրիգա գիտես, անունը տուր։ Անունը տուր։ Ինչու ես այնպիսի տպավորություն ստեղծում, որ յուրաքանչյուրը իր ճանաչած մի սրբազանին սկսի կասկածել։ Այստեղ մեր շուրջը քանի հոգի արդեն այս քանի օր է բան են, հետաքրքրված են, թե ես քերակին ունեմ կամ ոչ։ Աննորմալ, քո աննորմալությունը քո ընտանիքում դրսևորի։ Անմեղ ես, որ դու ուզում ես քարկցել։ Անմեղ ես, ամբողջ կյանքդ պղծության մեջ ես անցկացրել։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Մինչև հիմա պղծության մեջ ես։ Ապօրինի կենակցում ես եւ ապօրինի կենակցիդ էլ ներկայացնում ես աշխարհին իբրև առաջին տիկին։ Երբ որ առաջին տիկինը ըստ արարողակարգի նախագահի տիկինն է, քո տիկինը չի էլ կարող լինել առաջին տիկին։ Դուք էլ դա չեք հասկանում, ես հասարակ բաները չեք հասկանում։